Այսօր գործակարգավարական նիստի ընթացքում Տիգրան Ավինյանը անդրադարձել է իմ կողմից մի քանի օր առաջ հրապարակված տեսանյութին, որում ներկայացրել եմ, թե ինչպես են առանց պիտում ասֆալտապատման աշխատանքները իրականացնում։ Նորքի պատասխանատու ինժեներները ուր էին, որ առանց պիտում ասֆալտ էին լցնում, պարոն Սևոյան։ Պարոն քաղաքապետ, իրանք տեղում են եղել, երկու տեղով են անցկացրել այդ օրը, Թոթովենցի և Հովհաննիսյան փողոցի վրա, այդ պահին լցրել են ընդհանուր կամազից դատարկել են, որ ասենք տեղափոխեն, այդ նկարահանումը հենց այդ պահին է տեղի ունեցել։ Այդ տվյալ տեղը բիտումով ասֆալտ է արված և բերված է պատշաճ կարգի։ Հաշվի առնելով, որ կա տեսանյութ, որում շատ հստակ ու պարզ է երևում, թե ոնց են առանց բիտում ասֆալտ անում, Մասիվի թաղապետը արդարացնում այդ ամեն ինչը։ Հիմա ուզում եմ հրապարակային հարց ուղղել և խնդրեմ դրա շուրջ հանրությունը թող վերլուծություններ անի ու հետևություն։ Հարցս կայանում է նրանում. եթե Մասիվի թաղապետը կաշառք ու ատկատ չի վերցնում անորակ առանց պիտում ասֆալտապատման աշխատանքների համար, այդ դեպքում իր շահը, իր հետաքրքրությունը ինչու՞մ է կայանում, որ նա արդարացնում այդ ամեն ինչը գործակարգավարական նիստի ընթացքում բոլորիս առջև։ Հարցը շատ պարզ չէ, նորից եմ կրկնում, եթե Մասիվի թաղապետը ատկատ ու կաշառք չի վեկալում, խի՞ա ինքը արդարացնում անորակ առանց պիտում ասֆալտապատում իրականացնող շինարարի, խի՞ք արդարացնում։ Հիմա մարդը վատ գործ արա, առանց պիտումի փինել է, խի՞ք արդարացնում իրան։ Այդ ամեն ինչ արդարացում ունի, չունի, չէ՞։ Բայց այդ դեպքում խի՞ք պաշտպանում իրան։ Այդ ամեն ինչը խի՞ք արդարացնում։ Ես իմ ինչ սենս չի եղել, նենց է եղել, նենց է եղել, բայց տեսանյութում շատ հստակ է երևում, որ առանց պիտում ասֆալտ են անում։ Խի՞ա Մասիվի թաղապետը արդարացրել այդ ամեն ինչը։ Սենց ասած կռուտի տար է։ Այդտեղ բիտումով ասֆալտ արված։ Այդ նույն տեղում բիտումով ասֆալտ արված նկարները կան։ Բայց ինչի չէին արել բիտում մինչև ասֆալտը լցնել։ Այդ հատվածում իրանք Թոթովենցի ընդհանուր ծավալը մեծ էին վերցրել շինարարները։ Վերևից ասենք թափելով գալիս էին դրա համար։ Չև հասել են այդ հատվածը նկարանը տեղի ունեցել։ Ինձ թվում է նկարանումը տեղի չի ունեցել, տեղի է ունեցել անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք եւ Բալահովիտ 1 ընկերությունը Բալահովիտ 1 ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի։ Չէ, պարոն Սևոյան, հրավիրել պետք չի, պետքա մարդ դնել հետները, որովհետեւ երբ որ չկա վերահսկողություն, պարզվում է աշխատանքը ով ոնց կարա ինչ որ մի բան պակաս անելու է անպայմանորեն ու դա վերաբերում է բոլոր վարչական շրջաններին։ Բայց ասենք շին բարեկարգումը նույնիսկ գիշերով են իրենց աշխատակիցները կողքները կանգնած։ Ասենք օրը ցերեկով չա նշանակում, ասենք մի մարդ չունեք, գնա կողքները կանգնի տենա ինչ են անում։ Կամ լավ ասենք որ դառնա էլի, ասենք բիտումի վրա 2 կոպեկ ավել փող, ասենք վաղը չեն ունենա այլևս պատվեր, իրանք գիտակցում են դա։ Ինչ անենք, հələ մի հատ ասեք, էլի, ասեք իմանամ, կարող է ինչ-որ սխալ ենք անում, կարող է դուք չպետք է անեք, միգուցե պարոն Սևոյան, այդ ծավալն էլ տեղափոխենք։ Չէ, պարոն քաղաքապետ, ուղղակի աշխատանքը արագ կազմակերպելու համար, որպեսզի շուտ հասնենք փոսառությունները, երկու տեղով ենք աշխատանքները սկսել։ Ախր պարոն Սևոյան, այդ երկու տեղով որ սկսել եք, հիմա երկու տեղով էլ եթե անորակ եք անելու, եթե երկու տեղով է խնդիր է լինելու տարվա վերջը, իմաստ է այդ սկսելու, այդ փողը ծախսելու։ Պարոն քաղաքապետ, իմ
ներկա եղած ժամանակ այնտեղ մարդիկ բիտումը լցրել են ու ավելի շատ։ Հենց խնդիրը այդտեղ է, որ ձեր ներկա եղած ժամանակ այնտեղ, եւ որ դուք ներկա չէիք փաստացի, մենք տեսնում ենք, որ չեն լցրել։ Փաստ տեսնում ենք։ Փաստ դա տեսնում